Ես կնիշքեմ բաց թողած վլոմաստերի պես ցնդա աղբեր, վսյո։ Ես հազարավոր ծիտիկների պես սնգագենին տապալվեցի, վսյո։ Բշտիկյանը ասում է բիլետով հանդես ներկայացի։ Չէ, Այդ մեկը լուրջ է։ շատ լուրջ է։ Արման, Մուրադյանն ասում է վաշտը շարվի։ Արում չիտեմ ծևի մերա չարվիմ, ձերսպես տեսավ հաստատ կուբաղտ կղրգե, կուբաղտի ավասի չկա, մի կևորն են դեղ անեդակրքիշ կեղնի ապ։ Հրուբը շուտ արա գնա պերջատկեքը բրբոքսի, շուտ։ Ես կուզես ռուկապաշնին ենք, հա։ Ձեռնամարտը արդեն արել ենք, մնում է, որ Մուրադյանը հավատա, դե չէ քո ասացի պես կգնաս գաուբաղտ։ Դուք էլ գնացեք շարվելու, շուտ արեք։ Շուտ։ Սրբիչդ վերցրե արի։ Ուրիշ տարբերակ չկա։ Այդ զուգարան մակրո ուստին բդիսեմ, բիլետը տեսնեք, կորցնեմ։ Հա որ կորցրեց ինչ։ Եկա սես թենես մխոին պաժել է Բշտիկյանը։ Հատող պատժ է։ Դատո գիտես, որ այստեղ են զուգարանից չի վերցնի, տարբերությունը հասկանաս որն է։ Դե բերեք տենց անենք էլի։ Համպիր է մարդ եմ ղրգի ուստի հետևից։ Հենց վաշտը ոնց չեկա վլես։ Բաշտը չէ, ամբարձումը, որը էշմեգից վրա չի եկել։ Թասը մխո դու էլ ես հետաքրքիր տղա։ Խես է տան նորմալին տվեց բիլետը։ Տվել էի ասի, որ չայնից տես նիսի ավլանք վեգալի, ինչ իմանամ, որ էտ իսկի չայնի չի հասնի այախ։ Զուգարանի ուստեն զորամասուն չի տունը գնացել։ Զգաս։ Ազատ։ Ես դու չես գնացել Բշտիկյանի մոտ։ Դե ավլանքը վլես չի հլուր գնամ սենց պարոն Վարդանյան։ Հա, լես ինչ ես անում, թափով գնում ես Բշտիկյանի մոտ, ներկայանում ես, ու ասում ես, որ դու չկարողացար այդ զուգարանից վերցնես քո կրկրկը, որովհետև դե ալերգիա ունես։ Դե զզվելի բան էլի զուգարանի մեջ։ Վա, մի խոսքով շուտ գնա, ասա թե չէ, քանի նոր ահազանգ չեմ ստացել։ Հենց տենց է արտահայտվեմ։ Հա, հենց տենց էլ արտահայտվի։ Լսում եմ։ Կոմոց։ Այդ էր պակաս, որ իմ զինվորը զուգարանից բան վերցնի։ Լավ ասի։ Լավսել է որն է շեշիր, պարոն Վարդանյան։ Բայց մեր մոմենտ մեկ է, էլի պարոն Վարդանյան, կրնակ Բշտիկյանից եք, որ տեղեկը հələ չեն դզվել։ Եկուց այդ պարտականությունները արցնե, էլի։ Այդ փորի մոմենտը ես ասում։ Ճիշտ այդպես։ Մինես էլ աշեր, իսկ վերյոմները հասկանում եմ, ես էլ եմ քո տարիքի հետո նոր եմ մեծացել, ես նոր եմ հասկանում, էդի ես սարքում, ուրեմ սենց, վաղը եթե տվեք հետ, իրենց պարտականությունները չիմացան ջրի պես, էլ ձերից ես չես պարսնի, նարյադա որ պագելվես։ Մերսի պարոն Վարդանյան ջան։ Մերսին, հետո կասես։ Ջան է, կպավ։ Հեն գալիս է։ Ապեցն ուդարը շատ լավներ է։ Հա դե օբշի պոյը լավներ։ Հովսեփյան, ես ի՞նչ վիճակդ։ Բարոն ընթացքա բոքս ենք պարապում։ Ո՞վ է ձեզ ցույց տվել իրար խփեք։ Ու ես ի՞նչ պատասխանը դուք ինձ տալիս եք։ Հիմա որ գնամ ասեմ բռնցքամարտ են պարապել, իրար խփել են, բայց չեն ասեն դու ինչ վաշտի ավակ ես, որ թույլ ես տրեն անբար Մուրադյան։ Պարոն ընտասպակ, պարաբենք, բոյք ենք, մի չի կարելի։ Թու էլի նույնն ակրկրում։ Հայրապետյան, դու ջոկի հրամանատար ես։ Փոխանակ դու չթողես էլ մի բանը դու ես մասնակցում։ Ինչ է եղել։ Խնդրեմ, տղեկը բռնցքամարտ են պարապել։ Եկեք իմ սենյակ։ Զզվում էիր, ինչ-որ բանով վերցնեիր։ Զինգրքույկը թողում ես զուգարանում, զինվոր։
Այդքան ես քեզ հարգում։ Դե հիմա կյանքը ամեն ինչ էլ պատահում է էլի ոնց որ պարոն փող գնդապետ։ Այ տղա, մի քիչ նորմալ խոսա, փողոցում չես։ Գնում ենք հրամանատարի մոտ։ Դուրս արի։ Լսում եմ։ Կյանքա, ստացվում է։ Դե հիմա ասեք տենամ, ինչ եք կրվել իրար հետ։ Այդ ձեռնամարդ բան է, հələ թողենք մի կողմ։ Կռիվ չենք արել։ Ձեռնամարդ եք կպել իրար հետ, հա։ Չէ, ես եմ կռիվերը։ Ռուսը Կարաժդանսկի ուրիշ տեղեկի հետ։ Ինչի համար։ Կեղնի պատճառից եմ։ Այդ կռիվը վերջացել է, թե հələ շարունակություն է ունենալու։ Չեմ կռնասել, չգիտեմ։ Մելո, ես քեզ բան չեմ ասում, դու ամեն ինչ շատ լավ գիտես։ Ծառայությունդ մի դժվարացրու։ Հիմա գնա ֆելդշերի մոտ, կասես, որ ես եմ ուղարկել, թող նայի։ Պարզ եմ։ Արման, սենք մաքրելուց հետո ձեռնամարտի մրցույթ ենք կազմակերպում վաշտի կազմով։ Լսում եմ։ KPP-ի հերթապային ես զգուշացրու, եթե Մելոյին հարցնող լինի, թող ինձ տեղյակ պայի։ Լսում եմ։ Ու այդքան իմ ասելուց հետո էլի թողնում եմ այդտեղ գցած պարոն գնդապետ։ Հիմա դուք ասեք, ինչ պատիժ տանք նման զինվորին։ Զինվոր, դու դրսում սպասի։ Լսում եմ։ Բշտիկյան, դու ինչ ես ստիպել զինվորին, որ զուգարանից բան վերցնի։ Պես թե, ախր զինգրխույ կա պարոն գնդապետ, ուրիշ բան լիներ իմ կարծիքով անպատվաբեր է։ Բա պատվաբեր է, որ զինվորը զուգարանից բան վերցնի։ Հո մեր դուշմանները չեն, մեր զինվորներն են, մեր երեխեքն են, մեկը չար, մեկը խելոք, հո բոլորը իրար նման չեն լինելու։ Այդ զինվորը խրամատում գիշեր թե ցերեկ կանգնած է։ Կարված մարդ ես, գիտես, որ խրամատում կանելը այդքան էլ հեշտ բան չի։ Մենք մեր զինվորի եթե չսիրենք, չպաշտպանենք, չհարգենք, ինքը ոչ մեզ կսիրի, ոչ կպաշտպանի, ոչը կհարգի, Բշտիկյան։ Բայց ախր տենց էլ կնստեն գլխներիս է պարոն գնդապետ։ Բշտիկյան, տես կյանք ինչքան է զարգացել, ինչքան բաներ են փոխվել, բայց դու չես փոխվել։ Բանակն էլ մի կառույց է, որ գնալով զարգանում, հզորանում, ավելի մարտունակ դառնում, բայց քո ես հին ձևերով մենակ խանգարում ես բանակաշինության զարգացմանը։ Այ եթե սիրես զինվորին, կտեսնես, թե ինքը քո համար ինչ էլի ընդունակ։ Բայց լուրջ եմ ասում հալալ է մեր հրամանատարին։ Ես ասի այս կարճ